Այսենց հերթով ջրեցինք, կառնևինը տվեցինք, նորից ենք ջրում, վրի փոշին և ոնց ասեմ, հողային այս մնացորդ բանը վերցնում ենք, այսինքն ոնց լինի, երբ որ պարտանյութը ստալի, խթանը չստալի, հողի ցավքում կամ ինչ-որ բան է լինում, վերջում նորից մի հատ հլժորդ իրոք հելը նայեք իրանց սիրունությունը։ Այս նյութում էլ ասեմ, սրանք կենթանի բնական պատ են դառնալու, որտեղ որոշները նայում են, մտածում են, ասում են, վայ պատին մոտիկա, իդեպ պատից 60 սանտիմետր հեռու է։ Սրանք կողքի իրար կպնելու են, սիրուն ձևավորելու ենք ու սարքենք իրար մեջ մտած կենթանի պատ, ոնց որ ամբողջ աշխարհում զարգացած ժողովուրդների մեջ այդպես են անում, ձևավորած բույսերով են պահում ու նպատակը որն է, եթե իրան բնական պահես, ինքը փռվում, լայնանում, մեծանում, բարձրանում, հսկա ծառեր է դառնում, այնուհետև խնամքը շատ դժվար է լինում, նույնիսկ եվրոպական երկրներում, երբ որ բոլորի մոտ օվկիանոսային օդի խոնավություն ունեն, մեր կլիմայական պայմանները շատ վատ է, ամռանը շատ չոր ամառ ենք ունենում, այսինքն երբ որ բուսականությունը իր հայրենիքը չի, թողես տենց վայրի մեծանախ, եմ սա ասում, շատերն ասում են անտառ եմ սիրում, ուզում եմ բնական լինի, հետո չեն հաշվարկում, որ ինքը երբ ինչքան մեծացավ, այնքան իր աշխատանքի ծավալը մեծանալու է, այսինքն ավելի շատ սրսկումներ ես անելու, ավելի մեծ մասշտաբի բուժումներ ես անելու, կտրտելու ես, գործողություն ես կատարելու, եմ սա ասում, զարգացած երկրներում կտրտում են, իրանց ուզած չափի պահում, օրինակ մենք այս պարիսպի չափով ենք պահելու իրան, դե իհարկե տարիներ են պետք, որ մենք այդ գեղեցիկ տեսարանը ստանանք, ասելիքս ինչումն է, որ սենց կտրտված իր վեգետացիան անդադ կտրտելով ավելի ակտիվանում, ծառի ճյուղերը ամրանում է, բունը հաստանում է, քամուց, անձրևից, ձնից չի վնասում, չի կոտրվում և նորից ասեմ, ամեն կտրտելուց իր վեգետացիան ակտիվանում է և ավելի շատ թթվածինակ ես տալի։ Դրա համար ժողովուրդ ջան, մշտադալար բույսերի առավելությունը նա է, որ դու իրան քո ուզած չափով, նույնիսկ իր բնական պատկերով, պարտադիր չի ուղղանկյուն դառնա, քառակուսի լինի, իր բնական պատկերով եթե պահում ես, բայց միշտ կտրտած պահես 3, 4, 2.5, որ իր կառավարելը հեշտ լինի, կոկիկ այգի լինի։ Մի խոսքով ժողովուրդ ջան, սա էլի մեր աշխատանքներից համ ջրում ենք, համ մի ինֆորմացիա փոխանցում ենք, որ մեր ամեն նյութերը նայողը մեր օրինակներից, չգիտեմ, մեր պատմածից, մեր ցույց տվածից մի բան սովորի։ Այս էլ մեր հերթական գործերից, թող Աստված օրհնի, մենք տնկեցինք, տանտերը ֆինանսավորեց, որ ասված առերն առավ, մենք տնկեցինք, կխնամեն, Աստված էլ կաճեցնի, իհարկե մարդը պիտի ձեռ մեկնի, որ Աստված օրհնի, այսինքն ինքն իրան չի աճեցնելու Աստված, սա պիտի ջրվի, տեր կանգնվի, բուժվի, խնամվի, որ ամեն բույս իր կատարելության հասնի և իր կատարելության հասնելով, իր շքեղությունով, մաքուր օդով մարդկանց օգտակար լինի, պիտանի լինի։ Այսինքն հերթով բոլորը պիտի անենք, ժողովուրդ ջան։